Շալավ եղբայրներ ջան, շարունակենք։ Եղբայրներ ջան, խնդրում ենք նստենք, շարունակենք։ Ուրեմն երկրորդ Դիմոթեոսի առաջին գլուխ, առաջին երկու ամառները արդեն իսկ սկսում ենք նայել հատվածներին եւ ինչ որ ցես տված էի այդ հրադարագությունից հիմա նույն ցևով չեմ մոդիգանում հատվածներու առումով հիմա այսպես ասեմ բաժանմունքները S գլխի սկսյալ S գլխի մեջ առաջին գլխի մեջ առաջին երկու ամառները հետո 3-ից մինչև 7-ը հիմա այստեղը հետո ունենք 8-ից 14 եւ հետո ունենք 15-ից 18-ը իհարկե ամեն մի այս բաժանմունքները մեկ քարոզգարան լինել ինչպես ասեցինք, որ առաջին քարոզի բարակային, օրինակ, եւ որ առաջին երկու ամառներ անենք, այդ ներածական հարցերը, ինչ որ արդեն մի քիչ առաջ խոսեցանք, սրանք այնտեղը գարանք դեղատրել այդ առաջին քարոզում։ Եվ առաջին քարոզում գարանք առաջին երկու ամառներով վրա խոսալ, ինչ որ ունենք այստեղ, գամել, եթե հնարավոր է մի քիչ եւս այսպես դարձնենք էկրանը, որովհետեւ լավ երևա Դավջան ներես մի քիչ այսպես որ լավ երևա այդ էկրան ինչու համարները չի երևում ձախին հա ֆոկուսն էլ ինչ չէ ինձ համար չէ ցեզ համար որ հա այսպես սրաբես լավ է հայ շալա ուրեմն հիմա առաջին ամառը նայում ենք ուրեմն այս մոդեցումով եղբայրներ ջան ինչ որ հիշում եմ ամի գլուխ այս պարակայում այպես մի լինում է որ 4 մասի բաժնած եմ 4 հատվածի այսինքն առնվազն 16 քարոզ մեկը կարա անել այդ առումով այս պարակայում գարանք առաջին երկու ամառը մեկ քարոզում դեղատրել կամ ներածական այդ կարևոր դարերը եւ առաջին երկու ամառները հնարավոր է մի քարոզում ընկավ հաճատվեցավ ուրեմն Բողոսը շարունակելով Բողոսը ազոգամքով Հիսուս Քրիստոսի առաքյալ ըստ կյանքի խոսման որ Քրիստոս Հիսուսով է Դիմոթեոսին երկրորդ ամառ սիրելի որդուս շնոր ողորմություն եւ խաղաղություն Հայր Աստծուց եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսից կամ մեր Տեր Քրիստոս Հիսուսից հիմա եթե ուշադրություն ունենք նայեցեք մեր Տեր Քրիստոս Հիսուսից է այստեղը ոչ թե ագարակը որովհետեւ այս գրքում ուրեմն մեկ տեղ գա միան, որ արագ, սա բարձրապես ագնարգ է, բարձրապես նշումն է ավելի ճիշտ է։ Բոլոր ադենները ինքը Քրիստոս Հիսուս խոսում է, նույնիսկ այստեղը բնակրում Քրիստոս Հիսուս, քան թե Հիսուս Քրիստոսի, երկրորդ գլխի մեջ միակ տեղն է, որ եւ որ ինքը երկրորդ գլխի 8-րդ համարում ինքը ասում է, որ հիշե Հիսուս Քրիստոսը Հիշե Հիսուս Քրիստոսը երկու ութում միակ տեղն է այդպես է։ Հիմա սա բարձրապես ագնարգ է, հիմա մեջը մեծ կարևոր ասենք թերմը չկա։ Ետ վերադառնալով, ուրեմն եղբայրներ ջան նայեցեք, ինչու համար այս մոդեցումը, այս ասենք մենք սրա գոչում ենք բլոկային կամ սխեմային այդ դիագրամը, այդ սխեման, բլոկային այդ արտահայտությունները, բարերը, հարաբերությունները, նախատեսությունները իրար միջև, որովհետեւ մենք զանազանենք կարևոր ասելով գլխավորը երկրորդական կամ ենթագա ասենք թե խորհուրդներից սա է բոլոր նպատակը որովհետեւ եւ քարոզի գարոցվածքով դուք ցանկանաք որ բացայդեք օքեյ եթե իմ քարոզ 2 կետ 3 կետ 4 կետ 5 կետ ունի որոնք են գլխավոր կետերը քարոզի գլխավոր լրացումները քարոզի ինչու լրացում ասում ենք որ լրացումները հետո վերակրում են քարոզի մայր կետին մայր խորհրդին որովհետեւ մենք կարողանանք բացահայտել դրսևորել որ հա սրանք են կարևոր խորհուրդները եւ մյուսերը ենթախորհուրդներ են հիմա այս պարակային դուք ասեք Բողոսը նայեցեք ազոգամքով ինչու համար առաքյալը նայեցեք հիմա այս ցևով եթե բացատրենք ինչու համար դիտմամբ ես նայեցեք ինչ որ ձախ կողմը գալիս է ձախ կողմը եկողը նշանակում ավելի առաջնագարկ է Հետո առաքյալը նրանից մի քիչ դեպի ավելի աճ, բայց մյուսերը ավելի դեպի աճ։ Որքան որ աճ գնաս, նրանք ենթայեն։
ենթախորհուրդներ են, ենթաարդայություններ են, ենթակաղապարներ են, ենթաբարեր են, որ գաբակցություն ունի։ Հիմա մեր հայերեն տեքստի համաձայն գնում ենք, հունարեն տեքստի համաձայն չենք գնում։ Էլի ասեմ, այս գարկավորած եմ նոր Արադյանի համաձայն։ Նոր Արադյանի այդ հետևականությունով, եթե օրինակ շողեգի տարկմանություն ունեք, կամ ասենք TBS, այսինքն կամ Արադյան ունեք, խնդիր չկա, կարակ հետևել, բայց նույն երթականությունով պիտի չլինի, որ սա նոր Արադյանով վրացեմ։ Հիմա Բողոսը առաքյալ Նե, Բողոսը ազոգամքով Հիսուս Քրիստոսով չէ առաքյալ։ Բողոսը առաքյալ, բայց առաքյալ ումի։ Մեկը մյուսին պատկերացնում է, մեկը մյուսին բացահայտում է, մեկը մյուսին վերակրում է։ Բողոսը ազոգամքով եւ Հիսուս Քրիստոսի առաքյալ է։ Նրա համար է, որ սրանք զուգահեռ դրված են։ Հիմա 1-2 անգամ այսպես անում եմ եղբայրներ ջան, հետո դուք արդեն դրամապանությունը գմփռնեք։ Միան աս 1-2 ամառներ այսպես անեք, որ շատ չգնամ չկամ։ Եթե պետք լինի կանենք, բայց մի խոսքով հետո նայեցեք։ Բողոս առաքյալ ազոգամքով թիվ 1, Բողոս առաքյալ Հիսուս Քրիստոսի թիվ 2, Բողոս առաքյալ ըստ կյանքի խոստման։ Եթե կարոզում ես, արդեն իսկ դու արդեն այստեղը 3 բան ասելիք ունես, բան ասենք, գետ չասենք, բան ասենք։ 3 բան ասելիք ունես Բողոսի վրայով, որ պետք չէ բաց թողնես։ Որտեղ մեր քարոզի ընթացքում որ մեկնաբանություն անում ենք, բացատրում ենք, կարևոր է որ ովևէ դար կամ ովևէ արդայդություն բաց չթողնենք մեր մեկնաբանության մեջ եւ քարոզի մեջ։ Չասենք մեր լսարանին, որ Բողոս ամեն մարդ գիտե, չխոսանք նրա վրա։ Մի քիչ խոսա, նորը սկսար երկրորդ Դիմոթեոսի մասին խոսաս, մի քիչ պիտի խոսաս Բողոսը ով է։ Նույնիսկ եթե դու կարծես որ գրկնություն է շատերի համար։ Կարող է նորաբադացյալ մգա մեջը։ Բողոսի մասին շատ չի գիտեր։ Մի քիչ խոսա ով էր Բողոս, ինչպես ապաշխարեց, դերը ոնց կանչեց նրան ծառայության։ Ինչ արեց Բողոս։ 3 մայր գլխավոր միսիոնական ճանապարհություններ եւ Բողոսը ինքը առաքյալ էր, Դիմոթեոսը ով է նրա գաբակցությամբ այս բաներու մասին պետք է խոսեցվի։ Առաջին քարոզում։ Ես չեմ ասում որ մեկը 10-15 րոպե միայն Բողոսի մասին խոսա։ Մի քանի րոպե Բողոսի մասին խոսա։ Բայց չունես իհարկե Հիսուսի մասին պատմություն պատմելու։ Այն մարդ գիտե ով է։ Բայց պետք է ասես քոնե Քրիստոս ինչ է Հիսուսի առումով։ Օձյալ, մեկնաբանությունը, օձյալ, մեսիան, մեսիա բառը օձյալ։ Քրիստոս նա է։ Հետո Բողոսը ուրեմն թիվ 1 ազոգամքով, թիվ 2 Հիսուս Քրիստոսի եւ թիվ 3 ըստ յանքի խոսման առաքյալ է։ Ուրեմն երբ որ սկսես խոսալ, իհարկե Հիմա այս հասկացությունով առաքյալը այստեղ չի գալի։ Բայց խնդիր չէ սա, որ մենք բլոկային սխեմայի առումով Տիգրան եղբայրս մեր հայերեն Սուրբ Գրքի թարգմանության համաձայն ընթանում ենք։ Սա է խորհուրդը։ Հիմա ուրեմն առաջին համարով Բողոս ինքը ներկայացնում է ինքը իբր առաքյալ։ Հիմա չնայած որ բնակրի մեջը Բողոս առաքյալ Քրիստոս Հիսուսի այդպես սկսում է, բայց մենք հայերենով ինքը հունարենում Բողոս առաքյալ Քրիստոս Հիսուսի այդպես ընթանում է։ Նույնիսկ սկիզբը չի ընթանում ազոգամքով, բայց էլի մեր հայերենով ընթանում ենք եղբայրներ ջան, եւ սա վերջին անգամն է ուզում եմ ասել, որովհետեւ մեր կենտրոնացումը մեր հայերեն Սուրբ Գրքի վրա լինի այդպես է։ Հետո բարերու հետազոտությունով ինչպես Դավիթ եղբորս հետ խոսում ենք, եղբայրով հետ խոսում ենք, որ դերը կամի վաղը ինտերնետի դրության առումով հիմա ինտերնետ չունեմ իմ մոտս Bible Zoom եւ մի քիչ խոսանք սրա վրա որ ցեզ ավելի հեշտ լինի բարերու հետազոտության որ գալիս է ինչի որ բարերու հետազոտություն ասում ենք օրինակ է որ աստեղը Քրիստոս ասում է եւ որ Bible Zoom գնանք Քրիստոս բարը գարանք բարերու հետազոտության այդ գործողության միջոցով ասենք թե կարևոր հետազոտություն անել հիմա Քրիստոսի մասին մի չի զարանանք ավելի պարզապես օրինակ վերցնում եմ բայց եւ որ մի քիչ առաջ 2 Դիմոթեոս 2:15-ում խոսեցանք, որ այդ ուղիղ գդրել, օրթոտոմեո բայը ուղիղ գդրել, ուղիղ բացահայտել, կամ բացահայտել, հեշտ բացահայտել, ինչ նշանակություն ունի։ Այդպեսի հավելվածով գարանք հասկանալ, օգտագործել եւ ռուսերենով է ինքը, իհարկե հունարեն գա մեջը, հայերեն չկա, անգլերեն չկա, ավելի ռուսերենով է։ Անգլերեն կարող է լինի, բայց ինչ որ հիշում եմ ռուսերեն, ես տայեցա մի քանի օր առաջ, ինչու դիտմամ ուզեցի, որ մի քիչ
ով որ չգիտի օգտագործենք, հետո Bible Zoom-ից հետո արդեն ինչ որ մի քիչ մայիս եղբայրս հետո այդ ինչ որ ունեիք ծերաթավելվածը My Bible-ից նայել garanք օգտագործել, մի քանի մեկնաբանական գործիքներ garanք օգտագործել, իհարկե բաց մտքով օգտագործենք, մեզ օգտակար կլինի շատ մաստերգադվություններ այնտեղից garanք վեր գալել։ Ուրեմն Բողոսը առաքյալ Հիսուս Քրիստոսի ազոգամքով ըստ կյանքի խոսման եւ այդ կյանքի խոստումը, նայեցեք, երկու անգամ Քրիստոս Հիսուսի մասին գխոսի, չէ՞։ Հիմա հոս հայրենով Հիսուս Քրիստոսի ասում է, երկու անգամ Հիսուսի մասին գա, այս մեկ համարում։ Խնդիր չէ, բայց նայեցեք, այդ երկրորդ արդայությունը ինչի հետ կապ ունի։ Ըստ կյանքի խոսման, այդ կյանքի խոստումը ումի համաձայն է, ումի միջով է։ Քրիստոս Հիսուսով է։ Քրիստոս Հիսուսով այդ հասկացությունով։ Ուրեմն Բողոս Պავლոս, որ ինքը իր ռոմեական անունն է, հիմա ինչու կասեմ այսպեսի բաներ եղբայրներ ջան, որ մենք մեր մեկնաբանության մեջը պետք է ասենք, մեկը կարող է ասել, որ Սողոս կոչված չէ։ Բողոս ինչ ասել է։ Գիտես, Բողոս փոքր չէ, փոքր այդ արդայությունը այդ իմաստը ունի, որ Սողոս էր եւ որ դերը իրեն գտավ կորցք ինում Բողոսի վերածվեցավ հետո Տեր իրեն այդ անունը կանչեց եւ ինք հետանոսների առաքյալն է։ Իհարկե հрьяաների ալ քարոզած է, բայց առաջնակարգորեն ինք հետանոսների առաքյալն էր։ Եվ մենք խոսեցանք իր փանդարգության մասին, սա երկրորդ փանդարգությունն էր, իր վերջին հռոմեական փանդարգությունն էր, եւ այսպիսի մանրամասները ինչ որ առաջին բահում արդեն արձարծեցիք մի քիչ, պետք է որ նշենք մեր լսարանին, որովհետեւ մեր լսարանը հասկանա, որ այս Պողոսը որ Պողոսն է։ Թող չասենք, Պողոս, դուք գիտեք ով է Պողոս եւ շարունակենք, չէ, բացադրական ուսումնասիրության մոդեցումը այսպես եղբայրներ ջան։ Եթե անեք կամ չանեք ադիցեր գիտնալիքն է ոնց անում եք, բայց մենք ուզում ենք որ իբր օրինակ ներկայացնել, որ մոդեցումը սա է, բացադրական եւ որ քարոզ տալիս ենք։ Եվ հետո նայեցեք, ասում է, որ ինք ազոգամքով Հիսուս Քրիստոսի առաքյալ է։ Հիմա առաքյալ բառը ինչ է։ Մեկը որ ուղարկված է, ուղերձովը, մեկը որ ուղարկողին իշխանությամբ ինք ուղարկված է, որ այդ ուղերձը դա եւ apostles, որ apostle առաքյալ բառը, որ այնտեղից վերցված է, սա է նշանակությունը եւ այդ բարձ բարերի հետազոտությունը մենք կարանք գտնել այդպիսի ավելվածներում My Bible Zoom-ի պես եւ այն եւ դերը կամի վաղ մի քիչ կնայենք ինչու որովհետեւ կարեւոր է որ ասենք առաքյալ է որ ասենք այնմա չի գիտեր առաքյալի իմաստը ինչ է առաքյալ բայց պետք է ասենք մենք կարող է մենք գիտենք կարող է մասը ժողովրդից գիտի բայց պետք է ասենք ուրեմն կարեւոր է որ մեր քարոզներում բարերու սահմանումներ տանք, հիմնական բարերի սահմանումներ տանք, ամեն բանի չգենանք, օրինակ եթե իմաստը գարտում ենք, օրինակ Աստուծո, Հիսուս, okay, Հիսուս փրկիչ նշանակում է, բայց չունենք օրինակ ըստ բարին վրա գենանք, կամ որ բարին վրա գենանք, կամ բայի վրա գենանք, բացի եթե գենսական է մեր մեկնաբանության առումով, ինչու, որովհետև մեր ժամանակը թանկ է, Եթե 30, 40, 50 րոպե մեկ ժամ ունենք, ինչ որ ունենք քարոզի առնչությամբ, պետք է մենք նկատի ունենանք, որ բարերը, որ արդայությունները, օրինակ ասպարակային արդայություն, օրինակ կյանքի խոստման, ինչն է կյանքի խոստումը, դուք պիտի հարց տաք։ Միշտ ձեր քարոզում կամ Սուրբ Գրքի սերտողության մեջ հարցեր տվեք, որ ձեր լսարանը դուք անդրադառնում եք, որ նրանք մտածում են այդ հարցերի վրայով։ Այսինքն մի խոսքով դուք առաջ կարեք բանալի հարցերի եւ բանալի բարերի բացատրության վրայով, որ դուք ներկայացնեք Բողոսը առաքյալ ինչա բացատրեցինք օրինակ, հետո կյանքի խոստումը ինչի մասին խոսում է։ Կյանքի խոստումը ինչի մասին խոսում է։ Ավետարանի մասին խոսում է։ Հավիտենական կյանքի մասին խոսում է։ Ճիշտ այստեղը ինչի մասին խոսում է։ Կարող է երկուքի մասին խոսում է։ Բայց պիտի ասեք, էլի գրկնենք եղբայրներ ջան, խնդրում ենք երբեք միայն պատասխանը չտաք։ Բացի եթե պետք է, եթե հստակ է լսարանին, երբեմն պետք է ծեր լսարանին
առնեք, կամաց առաջնորդեք, եթե դարբեր բադասխաններ կան այդ հարցի առումով, այդ արդայության առումով, այդ մեկնաբանության առումով, պետք է նրանք այդ հարցերի հետը վարվեք։ Մի ասեք, որ ուրիշ կապարներ ագան, բայց մեր հավատացածը ասե, սխալ, չէ կարող այդպես ունել։ Մեկը հետաքրված չէ իմ հավատացածովս կամ քո հավատացածովդ, նույնիսկ եթե դու հովիվն ես, մենք հետաքրված ենք Սուրբ Գրքով, էգզեգետիկայի միջոցով, մեկնաբանության միջոցով, ոնց ես կարողացա հասնել այդ կոնկրետ մեկնաբանության։ Սրանով մենք հետաքրված ենք։ Մեկը թող չի ասե, որ հիշում եք եղբայրներ ջան, մեր նախկին հովիվը այսպես մեկնաբանում էր, մենք այդպես հավատում ենք։ Կամ մեր եկեղեցիները այսպես հավատում են։ Կամ մեր, չգիտեմ, բաբան, մաման, եղբայրներ ջան, Սուրբ Գիրքը ինչ ասում է։ Սուրբ Գիրքը պետք է թողենք, որ ինքզինքի համար պատասխան տա։ Սուրբ Գիրքը մեկնաբանվի Սուրբ Գրքով։ Ոչ թե իմ նախաբաշարումով, իմ հասկացողությունով, իմ, ասենք, հարավանությունը ինչ սովորեցրած է, ոչ, էգզեգետիկայի գործընթացը չանք բան չէ։ Ինչ որ 2 Տիմոթեոս 2:15-ից կարտացինք։ Եվ սրա մասին ենք, որ ուզում ենք մենք կենտրոնանալ, սրա վրայով կենտրոնանալ։ Քարոզմը այս բաներով պետք է սպաղի, եղբայրներ ջան։ Էլի, ինչ որ դու ուսումնասիրած ես, այդ 40-45 րոպե կամ ավելի չես կարող ամեն բան ժողովրդին բացատրել։ Հագիրճ կերպով, ամենակարևոր մասերը դու պիտի գոմնորոշվես ոնց ներկայացնես, որ ժողովրդին հետաքրական թվի։ Ժողովուրդը պետք չունի հասկանալու, որ դու 15 րոպե զորնակ Bible Zoom-ի վրա գնացիր ինտերնետում, հետազոտություն արեցիր, հետո վերջի այս հասկացողության, այս որոշումին եկար, որ այս բարի նշանակությունը կարող է այսպես իմաստը լինի կամ այդպես իմաստը լինի։ Եթե պետք է ասելը կասենք, ասում ենք, եթե ոչ, պետք չունենք ասել։ Ժողովրդի պիտի չօգնեցնենք ավելի դեղատվություններով, որ երկրորդական, երրորդական, չորրորդական է։ Բայց եթե պետք է, կասենք, եթե նրանց հասկացողության կնպաստի, եթե նրանց հասկացողության, որ Սուրբ Գիրքը ինչ ուզում է ասել, տեքստի իմաստը այստեղ, եւ այդպիսով կարողանում ենք մենք հասկանալ նրա կիրառումը։ Ուրեմն Հիսուս Քրիստոսի ինքը առաքյալ է եւ նայեցեք, ուրեմն եւ որ Հիսուս Քրիստոսի առաքյալ է եւ որ ասում է ով է որ նրան ուղարկած է։ Հիսուս Քրիստոս։ Մենք ուրգից գիտենք սա։ Պետք է գնաս կորց կարակելոց հղում անես քոնե։ Հղում անես, այո։ Ադի ուրիշ թեմա է եղբայրս ադի, ուրիշ կարանք ընդմիջման ադեն խոսալ, հա։ Հովիվներ կան, եպիսկոպոսներ կան ու համարյա բոլորի կողմից են իրանք ընդունելի, բայց առաքյալներ կարող է կան, բայց չեն ընդունելի։ Հիմա ինչ որ համագարկային աստվածապանության ադեն խոսեցանք անցյալ տարի նոյեմբերին էր։ Ուրեմն խոսեցանք, որ Ազո խոսքի համաձայն այսօրով միայն հովիվները, երեսները, եպիսկոպոսները հովիվներն են, եւ սարգսակները կան, ավետարանիչները կան, հովիվ ուսուցիչները կան, այդպիսի այդ, ասենք, Սուրբ Օգու բարգևները, ինչ որ Եփեսացիս 4-ի մեջ նշած է, ինչ որ 1 Կորինթացիներ 12-ի մեջ նա բարգևների մասին գխոսա նրանց վրայով։ Հիմա երբ ասում ենք առաքյալ, Պողոս առաքյալը նշեցինք անցյալ անգամ, չեմ ուզում ավելի մանրամասնալ, որ եղբայրը չկար։ Հա, ներողություն, եթե չկար, հա, ես չեմ հիշում, հա, որովհետև առաքյալ լինելու համար պետք է թիվ 1 դիրոջից ուղղագիորեն գանչված լինես, եւ թիվ 2 պետք է հարուցյալ Քրիստոսը տեսած լինես։ Հիսուս իր հարուցյալ վիճակի մեջ, ուղղից գիտենք, Պողոս առաքյալ ինքը ասում է այդպիսի բաներ։ Միթե ես առաքյալ չեմ, միթե դեռ իրեն տեսած չեմ, ինչու որ սա իրեն ոնց է կոնկրետ այդ բաներն է հատկությունները, այդ կվալիֆիկացիայի այդ հատկությունները, որովհետեւ մարդիկ անդրադառնան, որ եթե մեկը առաքյալ պետք է լինի, այս հասկացողության համաձայն պետք է լինի։
Եվ ինքը առաքյալ էր, որ դեր իրեն գանչած էր, գոչած էր իրեն իբր առաքյալ, գանչած էր իբր առաքյալ, եւ ինքը նրա համար այդպես ասում է։ Հիմա սովորաբար ինքը այսպես անում է իր թղթերի մեջ, օրինակ եթե գնանք իր առաքելության վրայով 1 Կորինթացիների 1:1, 2 Կորինթացիների 1:1, Եփեսացի 1:1, Կողոսացիների 1:1, գիտենք, սկիզբը, եւ որ սկսում է մի թուղթ սովորաբար ինքը այդպես անում է։ Իր առաքելության մասին խոսում է։ Սա հբարդության հարց չէ, սա Սուրբ Օգուց ներշնչված Տիրոջից տված այդ իրավասության, այդ իշխանությունը, որ Տիրոջից է իրեն տրված, նրա մասին է։ Եվ ինքը խնդիր չունի այդպես ինքսինքը ներկայացնել, եւ մենք գիտենք, որ ինքը հբարդ գորոզացած անց չէր, խոնար եղբայր էր։ Հա, Հակոբ հարց ունես։ Չէ, ինքը 10-րդն էր։ 10-րդն էր։ Մորցիր հայտնության մեջ 12 առաքյալներ եւ ադի ուրիշ նյութ է։ Հիմա չենք ուզում այնտեղ մանրամասնության մեջ, ինչու որ մեր տեքստի հետ կապ չունի, բայց սիրով հետո գարանք խոսալ։ Այո, այո։ Չէ՞ ոչ եթե այդպես անենք, ելի համագարկված աստվածապահության գնում ենք, որ դեսանյութերը եղբայրներ ջան արցանց են գարակ նորից նայել, ցես գարամ լինքը դալ։ Ուրեմն ազոգամքով ասում է։ Ինչու ազոգամքով ասում է, որովհետև նայեցեք, եթե օրինակ ինչ որ նշեցինք 1 Կորինթացիներից 1:1 գնանք 1:1 Բողոսը ազոգամքով Հիսուս Քրիստոսի առաքյալ լինելու գանչված այնտեղ եւ ուրիշ տեղեր ասում է հետո 2 Կորինթացիների 1:1 ազոգամքով ինչու ասում ենք այսպես եղբայրներ ջան էլի Բողոսը ազոգամքով Հիսուս Քրիստոսի առաքյալ եւ Դիմոթեոս եղբայրը ազոեգեցուն եւ այլն մեր մեկնաբանության մեջը միան չգարտանք եւ չանցնենք սա միակ դեղը չէ որ Բողոս առաքյալը ազոգամքով առաքյալ լինելու մասին խոսած է երբ դու կարոզում ես էլի կարաս ասել 1 Կորինթացիների 1:1-ում այդպես նշած է, 2 Կորինթացիների 1:1-ում այդպես նշած է, Եփեսացիների 1:1-ում եւ այլն, եւ կանցնես։ Կարաս ժամանակի առումով 1-2 համարներ գարտալ, որ ժողովուրդը հաստատ գիտնա, որ սա միակ տեղը չէ, որ Բողոս առաքյալ իր առաքելության մասին խոսում է։ Ազոգամքով ինք առաքյալ։ Հետո Հիսուս Քրիստոսի առաքյալ, էլի հաստատեցինք սա, որ ինք Հիսուս Քրիստոսի գոմից գանչված է առաքյալ լինելու հետանոսներին։ Հա, հիմա ազոգամքով Հիսուս Քրիստոսի առաքյալ։ Առաքյալ է ինքը, բայց Հիսուս Քրիստոսի, ինչու որովհետև եթե միայն ինքը ասեր ազո առաքյալ, ոչ մեկը չի հասկանում։ Հրեաները ասեն, օքեյ, դու ազո առաքյալ ես, ադարումով փարիսեցի ես, չէ՞։ Չէ, Հիսուս Քրիստոսի առաքյալ է, ազոգամքով։ Աստված այդպես կամեցավ։ Նայեցեք, Բողոս առաքյալ, եւ որ Կորսկ 9-ում գարթում ենք, ինքը ուր գնում էր։ Դամասկոսի ջամփու վրա գնում էր, որ շարունակի հալածել եկեղեցիներին։ Բայց Տերը ինքզին հայտնեց Պողոսի։ Տերը ընտրեց Պողոսի, որ այդ գործը ունի։ Պողոս չփնտրեց Տիրոջ։ Սա Աստծո գերիշխան գամքն էր, որ իրեն օգտագործի, կործածի իր գամքի համացան, եւ Պողոս երբ իհարկե Քրիստոսի տեսավ, ազոգամքի համացան հավատաց, դարձավ, մգրդվեցավ ապաշխարությունով եւ այն եւ այն, Սուրբ Օգու բարգեւը ունեցավ, Սուրբ Օգի մեջ բնակվեց եւ այն եւ այն։ Առաքյալ, նայեցեք, ոչ թե միայն ազոգամքով եւ Հիսուս Քրիստոսի երրորդ ըստ կյանքի խոսման, եւ ասում է, որ այս կյանքի խոստումը ումի միջոցով է։ Հիսուս Քրիստոսով է։ Հիսուս Քրիստոսով է։ Հիմա ես եւ որ ասում է Հիսուս Քրիստոսով է, այս կյանքի խոստումի մասին, որ քիչ առաջ մի քիչ խոսում էինք։ Հիմա ինչ ասել է սա, ինչի մասին գխոսա սա։ Հավիտյան կյանքի մասին, ավետարանի մասին, այսին մի խոսքով եղբայրներ ջան, 1-2 բան ասելը սրա վրայով կարևոր է։ Այդ կյանքի խոստումը, որ Հիսուս Քրիստոսով է, մենք գիտենք, որ չկարելի լինի առանց ավետարանին, չէ՞։ Ուրեմն այդ կյանքի խոստումը ավետարանի միջոցով եկավ,
Եվ հին ուխտի մարգարեությունների միջոցով եկավ։ Հին ուխտի մեջ տալ Մեսիայի մասին, բայց նամանավան ավետարանի միջոցով բացահայտված է։ Էլի մի քանի արդայություններով, մի քանի խոսքերով, 1-2 ուղումներով գարանք շարունակել, բայց մեր հյուսվածքը քարոզի ամբիցից է որ պետք է լինի որ եղբայրներ ջան, որ մեկը թույլ չդանք դիրոջ շնորհով, եւ թույլ չդանք ասում ենք խոնարհությամբ, սիրով, որ մեկը չասե որ հովիկ եղբորը աս քարոզը շատ ցանցրացուցիչ է, աս բացատրական քարոզի բանը դրամապանություն ես չեմ հասկանում, ինչու ես պետք ունեմ Բողոս Արաքյալի ազոգամքով Արաքյալ լինելու մասին ավելի հասկանամ, արդեն գիտեմ որ դու միայն քո մասին մի մտածիր սիրելի ինգունտիր։ Երբեմն հյուրեր կան, նոր ավադացյալներ կան, ոչ ավադացյալներ կան, որ ցանկի մասին սուրբի կգարտացած չեն։ Մենք հայերս բարձրանում ենք քրիստոնյա լինելով։ Ասում ենք այդպես, բայց մեր հայրուս 95% կամ ավելի կարելի չգիտենք եւ որ ասենք Հիսուս Քրիստոս ով է ըստ Պողոս Արաքյալի։ Կարող է երեսիք նայեն առանց պատասխան ունենալու։ Բարձ հարց է, մեզի համար բարձ հարց է։ Մենք եկեղեցում հենց այդ դեպքը եղավ։ Ասեք։ Քարոզում ավելի մանրամասն, Հա։ հենց այդ դետալները այդպես բացատրելով, ասենք իմ տղես, իմ ընտանիքի անդամները այն հիմնական ծառայողներ, որ մշտական մասնակցում են, ասում են, «Վա, եղբայր, էսի մանրամասն»։ Բայց այն նոր, որ մեկ մեջ են գալիս, որ շատ բան չգիտեն, տարական բաները չգիտեն։ Այո։ Ոգևորված, որ շատ բան այսօր սովորեցին, ոգևորված։ Ճիշտ։ Ասենք, պրակտիկա։ Պետք է որ այսին միանշանակ ներկայացնենք Տիրոջ խոսքի թե մեկնաբանությունը, էգզեգետիկան, էգզեգեզը, այսինքն, եւ թե նրա գիրառումը, ինչու նկատի ունենալով մեր լսարանը։ Հիմա մի բան է, եթե օրինակ հովիվներով ենք, որոշ բաներ կա, որ գարանք վրայից ցածկել։ Եթե հովական ծառայության մասին խոսում ենք, օրինակ, պիտի չչանանք իրար ամոզելը, որ քարոզությունը կարևոր տեղ ունի մեր ծառայության մեջ։ Եթե մեկը ասե, որ ես հովիվ եմ, բայց մենք այսօր խոսում ենք ինքնաշարժում, Սարգիս եղբոր հետ եւ Վարամ եղբոր հետ, խոսում ենք, որ եւ որ գալիս ենք, ասում ենք, որ եթե մեկը ասա, որ ես հովիվ եմ, բայց քարոզությունը աչափ կարևոր դար չէ իմ ծառայությունից մեջ, ծառայությանս մեջ։ Խնդիր ասա։ Նրան ասենք, որ գամ դու սխալված ես հասկացողության մեջ, գամ դու դակավին ապաշխարած ես, որ հովիվ լինես։ Որովհետև Ազո խոսքում հովական ծառայության գլխավոր մասը ըստ Արաքյալներից սկսյալ առաջին եկեղեցվոց մեջ իրենք հստակ արեցին մեր բարդականությունը ինչն է Ազո խոսքի եւ աղոթքի բարաբելը։ Ադա ուրիշ թեմա է Արտուր եղբայր, որ ասեն այո, եթե մեկը, բայց ինչ կարդում են Արտուր եղբայր ջան, ինչ կարդում։ Ամեն։ Okay, so ամեն։ So հովիվ ասելը որ հովիվ ենք մեկ բան է, ապրիլը Ազո խոսքի հատկությունների համաձայն ուրիշ բան է։ Կա տես թեմա, որ ավելի մանրամասն։ Այո, անշուշտ կա այդպեսի թեմա։ Ադա իր ադենին։ Ադա իր ադենին։ Շատ արեք։ Հիմա էլի Երկրորդ Դիմոթեոսում կտեսնենք, որ շատ հովական ծառայության հետ կապ ունեցող, բնութագրի հետ կապ ունեցող թեմաներ կան, եւ պիտի արձարծենք, որ չեն կարող խուսափել նրանցից։ Եղբայրներ ջան, մեր քարոզապանության ընթացքում չխուսափենք ովի բաժինից։ Որովհետեւ մարդիկ կան, որ նայում են անդրադառնում են։ Եթե նայում են, որ ցածկում ես մի արդայության վրայից, ինչու ցածկեց քարոզիչ եղբայր, հովիվ եղբայր արդայության վրայով։ Բարձրապես մոռացավ նրա մասին զրուցել, չեն դիտմամբ։ Նե, 1 կարամ, 2 կարամ, 3 կարամ, վերջը կբռնվեմ։ Այդ կարդացող քրիստոնյաները։ Ահա։ Որ գարտացող պետք է լինենք։ Ոչ թե որ հովիվը ասեց սա, ուրեմն ես ոնց ստրուգի նման իր ասածը մտի կանեմ, ինքը որովհետև 20 տարվա, 30 տարվա, 40 տարվա, 50 տարվա, 60 տարվա փորձառություն ունի։ Եթե այո, եթե Ազո խոսքի համաձայն չէ, եթե մեկ ուզում է ասել, որ ինքը 60 տարի հովիվ է, կարևոր չէ երեսածը։ Ազո խոսքի եթե համաձայն չէ։ Ասելը մի բան է, ապրիլը ուրիշ բան է։ Այո։
Ճիշտ կարդալ կա Աստվածաշունչը եւ հուսով եմ որ եղբայրներ ջան այս մոդեցումով որ այս ավելի բաժամունքներով ասեմ հիմնական եւ ասենք ենթախորհուրդների միջև այդ կապակցությունները ցույց տալով ավելի կարողանանք մեր մտքերում եւ սրտերում արժեքավերոր կարեւորությունը թե ինչու կարեւոր է որ այսպիսի մոդեցումը ունենալ մեր քարոզի պատրաստման մեջ որբեսի բամը բաց չթողնենք մեկնաբանական եւ գիրառման առումով մանավանդ մեկնաբանական առումով որ գիրառում չի լինում եթե մեկնաբանություն չի գա չսենք չլինենք այդպիսի քրիստոնյաների նման որ մեզի համար վարտաբերությունը կարևոր չէ սուրբ գրքի աթխրտին բաները կարևոր չէ մենք ուզում ենք ապրել Քրիստոսի համար այսպես խոսք չի կարելի իսվել մեր ապրիլը Քրիստոսի խոսքի համաձայն է բոլոր գիրքը դիկարտանք վաղը Աստվածաշունչն է եւ օգտակար է չկա մի մաս որ օգտակար չէ գիրառման համար այո մենք կարող ենք ասել որ այս առաջի verses համարը կամ համարները հա ու եթե մենք կարդանք 13 որ ինքը որ ասում է for me in English it's better հա ասա խնդիր չէ 13 համարը yes we see that here the main topic of this book that we Paul trying to defend the truth and there is false teachers հա սուտ վարտաբետներու մասին գխոսա է դո հիմա միան նա չէ իր հա այո in first verses 1 he trying to defend he trying to confirm that he is apostle of Christ հա հիմա իր առաքելությունը աստադելով եւ Դիմոթեոսի խոսումը նամանավան նախնական լսարանը Դիմոթեոս եւ Դիմոթեոսը Գարանք ասել որ եթե մեկը գար որ Պողոս Արաքյալի լավ գիտեր ով լինելը իբր Արաքյալ Դիմոթեոսն էր նրանից ավելի մեկը չի գար սա առումով բայց ինքը հա շարունակում է իրան ասել որ ես եմ իսկական հա հիմա ուրիշ բան է Գորընթացիներու բարակային եւ որ Պողոս Արաքյալը ինքը աշխատում է որ հասկացնե որ ինքը այդ արաքելական գոչը ունի որովհետեւ նրանք խաբում էին ուրիշներից որ ինքնին սեբում էին իբր Արաքյալ բայց Պողոս Արաքյալը ասում է նրանք սատանայի գործիչներ են ոչ թե արաքյալներ լուսորեշտագի նման ձբդված երբ որ մենք քարոզում ենք այս առաջի համարի վրա մենք կարանք դա ասենք որ Պողոսը Գարանք մի քիչ հա ասուկամքով ադարը այո գարանք իհարկե բայց շատ խորը չգնանք որ հետո լրիվ քարոզը այդ թեմայի վրայով չլինի ինչու հետո արդեն ինք պիտի խոսա դարբեր հերցվածողությունների եւ մարդկանց որ հերցվածողություններ սովորեցնում էին գիտար հետո հա որբեսի նայեցեք հիմա ներածականն է եւ նայեցեք հին ադեն ոչ թե այսօրվա նման այսօր երբ որ մենք նամակը գրում ենք սովորաբար ամենատագը հադագը ստորագրում ենք ներքև նամակի ներքև հա օտարներն այդպես են սովորաբար բայց այն ադեն 2000 տարի առաջ սովորությունը այսպես էր որ նամակը գրողը զգիսպը ինքը հայտնաբերե ով է հայտնե որ ով է նրա համար է որ Բողոսը Աստծո Հիսուս Քրիստոսի ինքը առաքյալ է ըստ կյանքի խոսման որ Հիսուս Քրիստոսումն է այդ կյանքի խոստումը Հիսուս Քրիստոսումն է այսինքն նրանից ուրիշը չի գա հետո նայեցեք ինչ ասում է Դիմոթեոսին ուղված է նամակը Դիմոթեոսին Որտուս ասում է հիմա ինչու Որտուս ասում է որտեղ նայեցեք եթե 1 Դիմոթեոս 1-2 գնանք 1 Դիմոթեոս 1-2 գնանք այդտեղ էլի այսպես ասում է Դիմոթեոսին հավատով հարազատ Որտուս որ մեկը չգարձի որ 1 Դիմոթեոս 1-2-ում եւ որ ինք ասում է Դիմոթեոսի վրայով սիրելի Որտուս որ Բիդի բացադրես, ժողովրդուն պետք է ասես, մի ենթադրի, որ ժողովուրդը գիտի, որ հավատքով նրա որդին է, սուն կրկով ցույց տուր իրեն, լսարանիդ։ Մեկը թող չի կարծի, որ ուրեմն Պողոս Արաքյալ ամուսնացած էր, գին ուներ, Դիմոթեոսը հնարավորությունը պետք չէ դրվի սխալ հասկացողության եղբայրներ ջան,
երբեք չկարծենք, որ հավատացյալը նսելով Սուրբ Օքին իրենց կբացատրի։ Հասկանում եք Սուրբ Օքին կբացատրի։ Սուրբ Օքին, բայց այդպես անչրբեդի մեջ չի բացադրեր։ Իր խոսքը օգտագործումը։ Երբ որ մենք անարգենք Աստծո խոսքը, որ ներշնչված է Սուրբ Օքու միջոցով, ումի անարգում ենք։ Սուրբ Օքուն, Սուրբ Օքուն։ Այսինքն Սուրբ Օքին, նայեցեք, մենք այո, հավատում ենք, որ Սուրբ Օքին ինք կարող է մեզ առաջնորդել։ Բայց Սուրբ Օքին իր խոսքի միջոցով մեզ առաջնորդում է նախնական կերպով, իրադարձությունների միջոցով, ուրիշ եղբայր քույրերի խրատների միջոցով եւ այլն։ Բայց առաջնագար կերպով իր խոսքը դված է մեզ, որ նրա համաձայն ապրենք։ Եվ նրա համար է, որ օրինակ, յետ վերադառնալով մեր տեքստին, երբ բացատրում ենք, որ ով է Դիմոթեոսը, իր սիրելի որդին ասում է։ Ինչ տեսակ որդի է, ֆիզիկական որդի, հոգևոր որդի։ Իհարկե, երբ պետք է գնանք 1 Դիմոթեոս 1:2, ուր մի քիչ առաջ նայեցանք, որ առաքյալը ասում է Դիմոթեոսին հավատով հարազատ որդուս։ Ինչու որտեվ հավատի միջոցով էր եւ նրա համար է, որ մեկնաբաններ իրենք ենթադրում են, սա աբահով ենթադրություն է։ Աբահով ենթադրություն է, որ Պողոս առաքյալի քարոզչության միջոցով սկսյալ Քորս 14-ից ինքը աբաշխարած էր իր ծառայության միջոցով։ Հավանական է իր մայրն ալ այնատեն իբր հրյա աշակերտ դարավ եւ հավատաց Քրիստոսի, երբ Պողոս Բարնաբասի հետ առաջին անգամ այն գոմեր եկա, որ դեռ քրիստոնեությունը դարածված չէ։ Կամաց առաքյալները գնում են, դեռ Պողոս ինքը ասեց, չէ, ինքը ասեց չուզեց հաստատել ով մի գործ ուր ուրիշ մեկը ըրած է։ Սա նշանակում է, որ ինք գնաց ավետարանեց, ինք դեռ առաջինն էր այս առումով։ Ուրեմն հավանական է, որ Դիմոթեոս հավատով հարազատ որդի լինելով ինք աբաշխարած էր Պողոսի ավետարանչության շնորհիվ։ Իհարկե, Սուրբ Օգու գործն է, Պողոս առաքյալ մեկը չի փրկում, Սուրբ Օգու գործն է, որ վերստին ծնունդ տալիս է, անձը սրտաուժար հավատում է, աբաշխարում է եւ այլն։ Բայց նրա սիրելի որդին է, այդ քաղցր հասկացողությունը կա, որքան նա սիրում էր Դիմոթեոսին, հարգում էր նրան, հավատում էր նրան։ Ինչու ասում ենք սա, մի քանի ամառյա կբի տեսնանք, որ որչափ Դիմոթեոսը ինք ոնց որ իր մարդահրավերները ուներ ծառայության նկատմամբ։ Սա էլ կա։ Իհարկե, մանկությունից սուրբ գրքերը գիտեր, հին ուխտը գիտեր։ Հայրը, ներողություն, մայրը հրյա էր, իր մեծ մայրը, նրանք գիտեին այդ հին ուխտի հրյական ավանդույթի համաձայն հին ուխտը, սուրբ գրքերը։ Բայց երբ ինչպես Պողոս առաքյալ Քրիստոսի ճանցավ, նույնպես նրանց հասկացողությունը, ինչպես Պողոսի բադայեց, նրանց հասկացողությունն էլ փոխվեց, Քրիստոսը դեսան այդ մարգարեություններու հին ուխտի միջոցով։ Եվ ասում է, որ ինք հավատով հարազատ որդուս եւ այստեղ նայեցեք, շնոր ողորմություն եւ խաղաղություն ասում է։ Շնոր ողորմություն եւ խաղաղություն մեր, ինչպես ասում է, Հայր Աստծուց ու մեր Դեր Քրիստոս Հիսուսից։ Սա չի նշանակում, որ նայեցեք եղբայրներ ջան, այսպիսի արտահայտությունները, երբ ենք մեր ժողովրդին ասենք, որ այս արտահայտությունները երրորդության համաձայն արտահայտություն չէ սա։ Բարձրապես որ Սուրբ Օգու մասին չի խոսում աստեղը, սա երրորդության համաձայն արտահայտություն է։ Միայն Աստծո մասին եթե իշեր միշտ գարայինք ասել, որ Պողոս առաքյալի երրորդությունը չի ճանաչում։ Երբ Սուրբ Գիրքը Հիսուսի մասին ավելցնում է, սա երրորդության համաձայն արտահայտություն է։ Բարձրապես որ Սուրբ Օգու անունը այստեղ չի գա, սա չի նշանակում, որ սա երրորդության համաձայն արտահայտություն չէ։ Սա շատ կարևոր է նկատի ունենալը։ Ուզում եմ, որ հստակ լինի սա մեր մտքում։ Եթե միան ասեր Աստծուց շնորհք եւ խաղաղություն, հին ուխտի Աստծուց, Աբրահամի, Իսահակի, Հակոբի Աստծուց, ադի ուրիշ հարց էր։ Եվ որ Տեր Հիսուս Պերազիտպես երրորդության համաձայն է իր ողջույնը։ Եվ նայեցեք, այստեղը շնոր ողորմություն եւ խաղաղություն ասում է, ինչ որ արդեն 2 Դիմոթեոս առաջին գլուխ 2-րդ համարում նույնը անում է։ Շնոր ողորմություն եւ խաղաղություն։ Եվ հետո մի հատ նայենք Դիդոս, որ երրորդ հովվական, երրորդ եւ վերջինը սենք հովվական նամակներ,
այստեղը ինք նայեցեք ինչպես կներկայացնեինք ինքը։ Նույն ցևով չի խոսար։ Լսում եք, շնորհավորություն եւ խաղաղություն այդ ցևով չի ներկայացներ։ Հոս ասում է շնորհ եւ խաղաղություն 4-րդ համարում։ Բայց սա չի նշանակում, որ ողորմությունը չի ցանկանում, բայց միայն Դիմոթեոսի է, որ այդ ողորմություն բառը օգտագործում։ Սրա համար է, որ ուզում եմ ասճաբա ասել։ Ինչու՞։ Ողորմությունը կարևոր հատկություն է։ Նայեցեք, հիմա փոքր գերբով, հագիչ գերբով պետք է մեր լսարանին մի քիչ խոսանք։ Հիմա շնորհ ինչ ասել է, ողորմություն ինչ ասել է եւ խաղաղություն ինչ ասել է։ Եվ այդ շնորհը, ողորմությունը եւ խաղաղությունը այս երեքը մեկ թե Հայր Աստծուց է եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսից է։ Այդ երեքը սա կարևոր է եւ այս արդայությունով է, որ մեր ժողովրդին պետք է հասկացնենք, որ Եհովայի վգա մնա նստած եթե լինի մեր լսարանի մեջ, որ առաջին անգամ եկավ, չգիտեմ իր մայրը կարող է հավատացյալ է, բայց ինքը չուզելով եկավ ցերեգիեցին։ Պետք է հստակ անեք, որ սա երրորդության համաձայն ողջույն է։ Եթե միայն Եհովայի մասին խոսար, Հիսուսի մասին չխոսար, ուրիշ հարց էր։ Ինչու ասում ենք սա։ Եհովայի այդ սուտ վգայի հասկացողությունը կարող է քեզ հերքել ասել, որ չէ դու սխալ ես։ Ոչ սխալ ես։ Եթե դու ասում ես, այդ շնորհը ողորմություն եւ խաղաղություն որ Հայր Աստծուց գալիս է, հավասարապես նույն ցևով գալիս է Հիսուս Քրիստոսից։ Գամ Հիսուս Քրիստոս նույն ցևով հավասարապես նույն բնութագիր էությունը ունի Հոր Աստծո, որ կարող է հայտայթել, դալ, մատակարարել այդ շնորհը ողորմություն եւ խաղաղությունը կամ ոչ։ Այդպիսի անձը պիտի չկարողանա պատասխան տալ, որովհետև եթե ասա, չէ, Հիսուսը ինքը գարա շնորհ ողորմություն եւ ոնց Հիսուս շնորհ գարա տալ պիտի ասես։ Ումից է շնորհը։ Փրկության շնորհը ումից է։ Քանի այդ փրկիչ կա հին ուխտում։ Աստված ասում, Եհովան ասում է, գներեք, Եհովան ասում է, որ ինձ մեզ այդ ուրիշ փրկիչ չկա ասում է, Եսայի մարգարեության մեջ։ Հիմա դեղը չեմ հիշում։ Ինձ մեզ այդ ուրիշ փրկիչ չկա, ինչ ասել է, պիտի ասես նրան։ Հիսուս ուրեմն ասված է, որ շնորհ գարա տալ, ողորմություն գարա տալ։ Ով ողորմություն գարա տալ։ Մարգոս 2 ավետարանի Մարգոսի մեջ 2-րդ գլխի մեջ ասեցին դու հայոյություն անում ես։ Այդ անտամալուծո վերևից իջեցրեցին։ Ով կարող է մեղքեր ներել, ով կարող է ողորմություն տալ, շնորհ տալ։ Միայն Աստված եւ Հիսուս նրա համար է որ ասեց ավելի հեշտ է մեղքեր թողելը, հա, նրան համար խնդիր չկա։ Ֆիզիկական ողորմությունն է կամ հոգեոր ողորմությունն է նրա համար միանշանակ է, բայց որովհետեւ գիտնակ որ որդու մարդու իրավասություն ունի, իշխանություն ունի մեղքեր թողություն տալու մեղքերի, ասեմ նրան, ասի ինչ որ ես արեցի թաքնված իր սրդում մեղքեր ներելով, ավասիկ ես փաստում եմ ցեզ, փաստը ցեզ համար, որ կարող եմ նրան գանգրեցրել, որ դուք հասկանաք, որ ինչ որ կարողացա սրդում անել, այնտեղ արեցի։ Դերը նրա համար այդպես ասեց։ Ինքը միշտ մտածած էր, իհարկե մտածած էր, որ նրանց հավատքի համաձայն ողորմություն ցույց տա, բայց այդ մյուս քննադատների համար սпасեց։ Առաջ իր մաստության համաձայն ասեց, մեղքերը ներված են ասեց։ Հիմա նրանց համար մենք չիջեցրեցինք կարող են մտածել, մենք Թորան ունենք, մենք Աստվածաշունչ ունենք հին ուխտի։ Հիսուս մենք քեզ պետք չունենք քո ողորմություն լսելու, մենք պետք ունենք, որ այս անձը բժշկես։ Հիսուս հասկանում է սա, բայց կարևորը մեր օքիների համար այդ անդամալության համար նա էր առաջ։ Եվ հետո նրան այդ ողորմությունը տվեց։ Վերադառնալով մեր տեքստին, շնորհ, ողորմություն եւ խաղաղություն։ Ինչու որովհետեւ եթե շնորհ չկա, ողորմություն չկա։ Աստված շնորհ կարեց։ Ավետարանը եղբայրներ ջան, այս առաջին երկու համարներում, այս քարոզում, մեկ քարոզ է սա։ Այստեղ գարանք խոսալ։ Դերը մեզ շնորհած է, մենք չէինք արժում։ Արժանի չէինք։ Եվ ինք ողորմություն ցուցաբերեց մեզ։ Հիմա շնորհը մենք սովորաբար այսպես ասում ենք, այն բանն է, այն ասենք ճշմարտությունն է, որ Աստված մեզ դալիս է, երբ մենք չենք արժում։ Ողորմությունն ասելով հետևյալ ցեով գարանք ներկայացնել։ Ինչու՞ որ պետք է մի քիչ
սահմանենք ինչ է ողորմություն։ Ողորմությունը այն ճշմարտությունն է, որ Աստված մեզ չի դալի, երբ մենք արժում ենք, այսինքն դատաստան։ Երաժանիքի համաձայն մեզ չի Աստված մեզ չի դալի, ինչ որ մենք արժանի ենք ստանալու մեր ռազմաների համաձայն, մեր մեղքի համաձայն։ Եվ խաղաղությունը իհարկե, եթե շնորհը միջոցն է մեր բրգության, ողորմության այդ կապակցությամբ, խաղաղությունն ալ արդյունքն է, հետևանքն է մեր բրգության։ Այդ շնորհը, որ ստացած ենք։ Չի կարելի խաղաղություն առանց շնորհի եւ ողորմության։ Նրա համար Պողոս Արաքելը խաղաղությունով չի սկսում։ Շնորհ եւ խաղաղություն ասում, չէ՞ սովորաբար։ Այս բարակային միան Դիմոթեոսի շնորհ ողորմություն կամ շնորհ ողորմություն եւ խաղաղություն ասում է Հայր Աստծուց եւ մեր Տեր Քրիստոս Հիսուսից։ Ճիշտ հոսը եղբայրներ ջան, մեր բացադրական քարոզների կտրվածքով պետք է գոմնորոշվենք, երբ ավետարան ներկայացնենք։ Էլի ասենք, երբեք բաց չթողնենք ավետարան տալը։ Երբեք չասենք, որ մեր բոլոր լսարանը 50 հոգին, 60 հոգին, 80, 100 հոգին ինչ որ է, բոլորը ավադացյալ են։ Հիմա դերը գամի երկու շաբաթի հետ մեր երդասարտներ, երդասարտուհիներ աստեղ գալիս են սա մեղբար, չէ՞։ Ավետարանը պիտի դրվի նրանց։ Երբեք պիտի չլինի, որ միան սա ոնց որ ամուսնանալու, չամուսնանալու մասին է։ Սա մեծ հնարավորություն է։ Ես չեմ ասում եղբայրներ ջան, որ մենք կարծում ենք, որ նրանց մեծամասնությունը կամ բոլորը ոչ ավադացյալներ են։ Դերը դա որ բոլորն էլ ավադացյալ լինեն։ Առաջ որ էստեղ կան։ Բայց ավետարանը գտանք ոչ թե միայն նրանց խաթեր համար, հապա ունգընթիրները, նույնիսկ եթե դարիքով հավատացյալներ են, նույնիսկ եթե փորձառությունով 10 տարվա հավատացյալ է, երդասարդ հավատացյալ է, ինք կսովորի քո ավետարանչության չանքերով, ոնց ավետարանը ներկայացնում ես, ուր ինչ տեքստի համաձայն ներկայացում ես, ոնց ցուսաբերում ես, որ ավետարանը ներկայացվի, լսարանը հասկանում է, որ օքեյ, ես կարամ զորնակ շնորհի մասին խոսալ, ողորմության մասին եւ խաղաղության մասին, որ շնորհը ազոբ արքևն է, ինչպես գիտենք, այդ հատվածից, որ ասում է Պողոս Արաքյալ Եփեսացիների 2:8-9 համարները, եւ այսպիսի մեջբերումներ, հղումներ, կարևոր հղումներ պետք է անենք։ Շնորհքով եք փրկվել հավատի միջոցով, եւ սա ցեզանից չէ, այլ ազոբ արքևն է։ Ոչ էլ գործերից, որբեսի ոչ ոք չբարձենա։ Շնորհով Աստված ողորմություն տվեց մեզ, որբեսի նրա ինչ ունենանք, խաղաղություն ունենանք։ Նրա համար Պողոս Արաքյալ ուրիշ մեջբերումը, որ գարանք ավելացնել, ինչու որովհետև Սուրբ Կրային զուգահեռ հղումները կարևոր են եղբայրներ ջան մեր քարոզներում։ Գիտենք սա։ Արդ մենք հավատով արդարացած լինելով Աստծո հետ նայեցեք, խաղաղություն ունենք։ Հավատքը շնորհի միջոցով առաջ գալիս է, հետո խաղաղությունը։ Խաղաղություն չեն կարող ունենալ առանց հավատի, հավատ չեն կարող ունենալ առաջ որ շնորհ կլինի Աստծուց։ Ինչ որ Եփեսացիների 2:8-9 մեզ ցուցադրում է։ Եվ խաղաղություն ունենք մեր Տեր Քրիստոսի հետ ասում է։ Չկա խաղաղություն ուրիշի միջոցով, չէ՞։ Ուրիշ անուն չկա։ Կորցք 4:12։ Ուրիշ անուն չկա։ Չէ՞ թե ոչ, եթե միան ասենք Աստծո հետ խաղաղություն ունենք, հրյաների նման կլինենք։ Չէ, ավետարանը հավատով արդարացումը, խաղաղություն ունենալը նրա միջոցով, Հիսուս Քրիստոսի միջոցով է, նրա միջնորդությամբ է։ Ուրիշ սև չի գա։ Եվ նայեցեք, նրա միջոցով հավատով ընդունել ենք այս շնորհը։ Շնորհը նրա միջոցով ողորմություն գալիս է, իհարկե հավատ պետք է լինի եւ խաղաղություն, վերջո։ Ինչ որ Պողոս Արաքյալ 2 Դիմոթեոս 1:2-ում ասում է։ Ուրեմն ավետարանը ճիշտ այստեղ կարող ենք խոսալ Դիմոթեոսին սիրելի որդուս շնորհ, ողորմություն եւ խաղաղություն Հայր Աստծուց եւ Տեր Քրիստոս Հիսուսից։ Հիմա սա եղբայրներ ջան մեր առաջին մասն է։ Հիմա մենք շարունակենք։ Հիմա ինչու ասում եմ սա, որովհետեւ ես պիտի չկանգնեմ բազաբես որ օքեյ առաջին մասը վերջացավ եւ չեն կարող շարունակել։ Չէ, պիտի ընթանանք շարունակ։ Երկրորդ մասը նայեցեք 3-ից 7 համարները։ Այո, առաջին գլխի, ինչպես այնտեղ ունենք, 3-ից 7 համարներ։ Էլի միշտ նոր ռադիան թարգմանություն օգտագործած եմ, ոչ թե որովհետեւ
լավագույն թարգմանությունն է, կամ ամենահինն է, կամ ինչ որ է, չէ, պարզապես պրակտիկական ասենք թե արժանիքի համար, որբեսի հետևենք, չնայած որ առադյան թարգմանությունը ավելի գերատած թարգմանություն է, մեկնաբանության առումով, ուսումնասիրության առումով, երախտաբար դեմ Աստծուն, նայեցեք, հիմա այստեղ ասում է երախտաբար դեմ Աստծուն, ինչու? Առաջին բանը դուք պիտի հարց տաք, երախտաբար դեմ Աստծուն, ինչու երախտաբար դեմ Աստծուն? Պատասխանը կա մեջ։ Պատասխանը կա, բայց եղբայրս այս հարցերը մենք պիտի խոսանք, մենք մեր զրույցի մեջ խոսանք, մեր ժողովուրդը պիտի ներգրավենք մեր զրույցի մեջ, որ իրենք մտորեն, պիտի չասենք, որ իրենք հասկանում են, հիմա պատասխանը գտանք, ինչու երախտաբար է։ Դու այդ բարերով նրանց ներգրավե, ընդգրկե քո զրույցում։ Երախտաբար ենք Աստծուն, որին բաշտում եմ, ասում է, մաքուր խղճմտանքով, ինչպես նախնիներիցս ի վեր, որին աղոթներում գիշեր ու զոր անդադար հիշում եմ քեզ։ Ցանկանում եմ քեզ տեսնել։ Հիշելով քո արդասուքները, որբեսի ուրախությամբ լցվեմ։ Մտաբերում եմ այն անգյաց հավատը, որ քո մեջ է, որ սկզբում գար, քո լիդյա դադի ու քո Եվնիգե մոր մեջ։ Համոզված եմ, որ այն նաև քեզանում է, հատվածը կարդում ենք։ Այդ պատճառով քեզ հիշեցնում եմ, որ վերագենտանացնես Աստծո շնորհը, որ քո մեջ է, ցերնատրության միջոցով, որովհետև Աստված մեզ երկչոդության հոգի չդվեց, այլ զորության, սիրո եւ ողջամտության։ Եդ վերադառնալով երրորդ համարին, Բոս Արաքյալ այստեղը ներկայացնում է, նայեցեք, հիմա եթե ես հարց տամ, օքեյ, երրորդ համարի մեջ նայենք։ Երրորդ համարը նայենք, հիմա այստեղը մինչև գիշեր ու զոր անդադար հիշում եմ քեզ եւ այլն։ Հիմա ես չեմ ասում, որ միայն մենք պետք է մեկ համար առ համար ընթանանք, երբեմն 2 կամ 3 համար պետք է վերցնենք, երբեմն համարի մեկ մասը պետք է վերցնենք։ Այս բարակայում այս համարը garanք վերցնել, իբր ասենք թե միավորը մեր հարցի պատասխանը ստանալու, երախտաբար դեմ Աստծուն, ինչու որովհետև Տեր ինքը ուրիշ բաներ ասելիք ունի, թե ինչու երախտաբար է, ոչ թե միայն այս հատվածումը։ Նայեցեք, երախտաբար դեմ Աստծուն, ինչ կարանք ասել, ինչ բաների համար երախտաբար է ինքը։ Ոչ։ Առաջինը որ այո, հատվածի համացան, բայց չենք կարող այդպես ընդհանրական դարձնել, ասելով որ այո, մենք երախտաբար ենք շնորհքի Աստծո որ դված է, որ հասկանում ենք, բայց հիմա այս հատվածում ինքը չի նայում երկրորդ համարին նորից։ Ինքը նրա մասին չի խոսում։ Ինքը նոր մասը սկսեց, նոր խորհուրդը սկսեց։ Այսինքն մի խոսքով նախորդող արդայությունը ինքը նկատի չի առնում։ Հաբա եկողին նայում է այս բարակայում։ Ուրգից գիտենք, նորից հատվածից գիտենք, որովհետև ինքը ասում է երախտաբար դեմ Աստծուն, որին բաշտում եմ մաքուր խորժով, որին բաշտում եմ ինչպես նախնիներից սիվեր, ասի նախնիները ինչպես բաշտում էին, այդ զուգահեռ խորհուրդ ունի, նրա համար այս երկու մասերը բաշտումի դագը դրած եմ։ Նայեցեք եղբայր ջան, սովորաբար այս բլոկային սխեմայի առումով ենթաարդայությունները կամ բարերը միշտ կամ բայի դակ կդեղատրենք, բաշտում եմ։ Տեսակ, բաշտում եմ իդագը։ Գամալ, ինչպես որ սրանից առաջ արեցինք Բողոսը, կամ Արաքյալ, գամ անունի դակ կդնենք, գամ բայի դակ կդնենք, այս երկու դարբերակները կա, սովորաբար այսպես է։ Ինչու, դու կապակցությունը ուզում ես հասկանալ։ Ասպարակային, իհարկե, բայի հետ կապ ունի, ինչու որովհետև այդ բաշտում եմ ինչի մասին խոսում է, որ ես երախտաբար եմ Աստծուն, որին բաշտում եմ։ Նայեր, Աստծուն դագը դրած եմ, բաշտում եմ։ Ումին բաշտում եմ։ Աստծուն, որին բաշտում եմ։ Բաշտում եմ ոնց։ Մաքուր խորժբդանքով, ինչպես իմ նախահայրերս, նախնիներս արած են։ Ինչու։ Բողոս Սարակյալը ինք թե հաստատում է քո մեկնաբանության բացատրության մեջ պիտի ասես, թե հաստատում է իր ներկայի իրավիճակը, որ ինչպես ինքը
իր պաշտամունքը անում է, մաքուր խշտանքով, եւ ինքը ցուցաբերում է, որ այդ երկրպագությունը, այդ երախտաբարդ լինելը ազո անտեպ ումի համաձայն է։ Նախնիների նրանց պաշտամունքի երկրպագության համաձայն է։ Այսինքն Պողոս Արաքյալը ինքը այդ կապը հաստատում է հին ուխտի հավատարիմ դիրոց զավակների ազոխոսքի նրանց օրինակներին Պողոս Արաքյալը ինքսիկապես ներկայացում է, ասում է երախտաբարդ եմ ասում։ Իհարկե հիմա եւ որ երախտաբարդ բառը ասում է Eucharisteo, ասին շնորհակալ եմ, բացառապես շնորհակալ եմ բառը օրինակ օգտագործում է, բայց այստեղ երախտաբարդ եմ ասում է, երախտաբարդ եմ ասում է, ինքը այդ բառը օգտագործում է։ Ինչու երախտաբարդ է, ինչու շնորհակալ է, որովհետև ինք պաշտում է Աստծուն, թե մաքուր խշտանքով, թե այդ նույն լավ օրինակին հետևելով, որ նախնիները ըրած են։ Եվ ինք հետո երկրորդ, նայեցեք, այս որին պաշտում եմ եւ որ իմ աղոթներում միասին դրած ենք։ Տեսակ ինչպես դրած եմ այդտեղը։ Ինչու որովհետև թե երախտաբարդ է, որ պաշտում է Աստծուն, եւ թե երախտաբարդ է, որ իմ աղոթներում ինչ անում եմ, գիշեր ու զոր անդադարիշում եմ քեզ։ Նայեցեք, իմ այստեղը ինչպես անեմ, որ միասին տեսնանք, հա, այսպես ավելի լավ է։ Okay, միասին տեսնում ենք։ Երախտաբարդ եմ Աստծուն, որում պաշտում եմ մաքուր խշտանքով, որում պաշտում եմ ինչպես նախնիներից ի վեր։ Երախտաբարդ եմ Աստծուն թիվ 2, որ աղոթում եմ քեզ համար։ Ոնց աղոթում եմ, գիշեր ու զոր, ոնց աղոթում եմ անդադար քեզ հիշելով։ Այսինքն մեր հիմա այս բարակային, եթե ասպիսի դասավորում ունեք եղբայրներ ջան, գարանք մեր դրամփանական ցևով մեր խորհուրդը մեր լսարանին ներկայացնել։ Ասելով որ Պողոս Արաքյալ ինչու համար երախտաբարդ էր, շնորհակալ էր։ Այս պատճառներով համացան, որովհետև ինք ազո պաշտում է եւ ինք աղոթում է։ Դիմոթեոսի համար հիմա հարց, գործնական հարց, գիրառական հարց։ Հասկանում ենք պաշտումը, բայց աղոթումը անխոս անարումով որ ես ու դու երբ եղբայրների համար աղոթում ենք, ոնց աղոթում ենք։ Մտերմություն կա այս աղոթքը։ Իհարկե։ Ջերմություն կա, մտերմություն կա։ Ասում է ինչ տեսակի որդուս համար։ Սիրող առաջին այդ երկու համարներու մեջ կար չէ, այդ իր որդուն, որ սիրելի որդուս։ Yes։ Եվ այստեղ ինք ասում է, որ ես ազո երախտաբարդ եմ, ոչ թե որովհետև Դիմոթեոս լավ ծառայում է։ Իհարկե երախտաբարդ է նրա համար, բայց հատվածում այդ երկու մասնիկները, քոնե աս երկուսը մինչև հիմա այստեղ այդպես ունի, ինչու որովհետև հետո նայեցեք, ուրիշ բաներ ալ կտեսնենք։ Ինչու որովհետև ինքը երախտաբարդ է Աստծուն, ասպաներն ալ գա։ Որովհետև ուզում է իրեն տեսնել, ցանկանում է իրեն տեսնել, հիշելով քո արդասուքները, որպես ուրախությամբ լեցվեմ։ Հիմա իդ վերադառնալով երրորդ համարին սկիզբը երախտաբարդ բառը պետք է սահմանենք փոքր, ասենք կարճ կերպով, որ ինքը երախտաբարդ է, շնորհակալ է Աստուծո եւ սա կարևոր դեր ունի եւ միայն ոչ թե սա, նայեցեք ճաշտում եմ ասում է։ Այդ ճաշտում եմ բառը ինչ ասել է սա։ Ճաշտում եմ։ Այդ ճաշտում եմ բառը եւ որ բանի հումնարենով երթանք այդ կապարը ցույց տալիս է որ լատրուո բայը որ սա նշանակում է որ այդ պաշտամունքը ինչպես այն ատեն երկրպագությամբ ագնացանքով անում էին ինքը նույն ցևով Պողոս Արաքյալ անում է իր պաշտամունքը Աստծո անտեպ իր պաշտամունքը ինչու որովհետև նայեցեք եղբայրներ հայրենով այստեղ պաշտում եմ ասում է չէ հիմա երբ գնանք այստեղ օրինակ հոսալ պաշտում եմ ասում է այստեղը Երկրորդ Դիմոթեոս առաջին գլուխ երրորդ համարում այստեղը պաշտում եմ ասում է անգլերենով զորնակ ծառայում եմ ասում է այդ բառը օգտագործում եմ հա նրա համար ուզում եմ այդ բանը ասել որ դարբեր լեզուներով ծառայում եմ միայն չէ պաշտում եմ
պաշտելով ծառայում։ Այո։ Ուրեմն այսպիսի արտահայտություններ եղբայրներ ջան նրա համար խնդրեցի ցեզանից սրանից առաջվա մեր կոնֆերանսներում որ դարբեր թարգմանություններով եւ լեզուներով ուսումնասիրեք որովհետեւ դարբեր թարգմանությունները եւ լեզուները մեզ կբացահայտեն եթե դարբերություններ կա եւ կանդրադառնանք ինչու անգլերենով այդպես է serve բառը օգտագործում է ծառայել միայն ծառայել չէ այո Մենք հասկացանք, որ Պողոսը շնորհակալ է ու շնորհակալ է այդտեղից որ ինքը կարող է պաշտի, չէ՞։ Չէ։ Ինքը պաշտում է Աստուծո, երախտաբարդ եմ։ Ինչպես։ Ու ինքը շնորհակալ է։ Հա, ինքը շնորհակալ է, այո։ Ինչ կարող ասենք, որ ինքը պաշտում է Աստծուն, որովհետև շնորհակալ է։ Չէ, երկու կզուգահեռ են, նայ։ Երկու կզուգահեռ են, երախտաբար, իմա նայ, այսպես եթե ասեինք եղբայրս դիտե, նայեցեք, եթե այսպես անեի, երախտաբար եմ Աստծուն, որուն պաշտում եմ, սա մեկ խորհուրդ է։ Բայց այդպես չարեցի, սա չի նշանակում, որ սա ոնց որ հետևանքն է երախտաբարդության։ Միասին գնում է։ Ինչու երախտաբարդ է, Աստված իր Աստվածն է, ինքը գանչված է նրանով, ինքը պաշտում է նրան, այս բանով։ Այսինքն չլինի որ քանի որ ես պաշտում եմ Աստուծո, ուրեմն ես երախտաբարդ եմ։ Չէ, մենք երախտաբարդ ենք իրեն փրկության առումով, շնորհի առումով, եւ նրա համար է որ պաշտում ենք։ Իսկ այսպես։ So Շեշտը որ բանի ուրեստու պաշտելու նախ երախտաբարդ ես։ Իհա, նախ երախտաբարդ ես։ Չէ, բայց այս լոգիկա որ Աստվածը մերել է մեզ համար ու Պողոսի համար էլ նույնպես, всё արդեն դա կատարվել է, Հիսուս արդեն խաշվել է ու resurrection։ Այո։ Համիկ ինքը սկսում է ասում ինքը շնորհակալ է ու սկսում է ծառայել ասում։ Հա։ Կարող ենք այդ լոգիկան ասել։ Այստեղ այս Հիմա Հա, հիմա որովհետև ինքը փրկված է, այդ փրկության երախտաբարդ է, շնորհակալ է Աստծուն։ Մեկնաբանություն է։ Մեկնաբանության հարց է։ Կախում ունի, եթե դու ուզում ես այդպես խոսալ։ Հիմա այստեղը կենտրոնացումը նրա վրա չէ, այդ առումով որ հետևյալին վրան է, որ ես իրեն ծառայում եմ պաշտամունքի այդ գեցվածքով, երկրբակության գեցվածքով, ըստ բնակրին, եւ հայերենով պաշտումը շիդակ տարգմանություն է, եւ կենտրոնացումը այդ պաշտամունքի վրա է, որ ոնց ինչ տեսակի պաշտամունք անում է։ Մաքուր խղճով ինչպես նախնիներս, ինչու նախնիներս, նայ, որովհետև արդեն իսկ ինքը մի քիչ հետքը այդ խժմտանքի մասին պիտի խոսա։ Պիտի խոսա խժմտանքի վրայով։ Իր մորը եւ իր դադի մասին պիտի խոսա, իր նախնիների մասին պիտի խոսա։ Բոս արաքյալը այդպես օտից այդպես բաներ չի խոսում, գաբակցություններ կա եղբայրներ ջան։ Դիսկուրս գիտեք ինչ է։ Այսինքն քրական այդ ասենք թե զրույցի գաբակցություններ կան, դրամապանական։ Լա հետևանքային լինի, լա բաճար լինի, գիտեք, այդ գիտես գապ ունի։ Հիմա այստեղը ինքը ասում է, որ պաշտում եմ, Միքայել Ռոբեևս եղբայրներ ջան եւ միջումը գառնենք, որ ջաշի գնանք։ Պաշտում եմ, ինչպես պաշտում եմ։ Թիմեք մաքուր խղճով, ինչպես անում եմ, ինչպես նախնիներս անում են, նույնը, սա է այստեղը իմաստը, իմ հայերենով ինչպես նախնիներիցս ի վեր ասում է։ Այսինքն մի խոսքով իրենք ինչպես անում էին հավատարիմ անշուշտ այդ հрьяաները հին ուխտի միջից մինչև հիմա ես անույնը անում եմ եւ երախտաբարդ եմ ասում որով աղոթներում իմ աղոթներում քեզ համար գիշեր ու ցորեկ գիշեր ու զոր անդադար հիշում եմ քեզ իհարկե պիտի բացատրես ինչս էլ անդադար Բոս արաքյալ բանդի մեջ է բանդի մեջ ադենը եկած է իրեն պիտի ասպանեն եւ եկեղեցական ասենք բամության համացան ավեջիշտ եկեղեցական ավանդույթի համացան իրեն գլխադեցին իրավատքի համար Քրիստոսի մեջ պատկերացրեք որ մենք իպրավադացիալներս քարոզում մեր ժողովրդին մեր լսարանին պիտի ասենք պատկերացրեք որ մենք երբեմն մեր լավ դների մեջ ջերմ դների մեջ հանգիստ դների մեջ չենք կարող աղոթել մեր եղբայրների քույրերի համար ժամանակ չունենք Բողոսարակյալը ինքը կարող ասել որ ես հիմա ժամանակ չունեմ Դիմոթեոս բավական աղոթած եմ քեզ համար ադենս եկած է
ավելի կարևոր թեմաներ կան, որ պետք է աղոթեմ նրանց համար։ Ոչ, Դիմոթեոսը կարևոր թեմա է։ Քո հաջորդը կարևոր թեմա է նրա համար աղոթես, ովիվ ջան։ Չլինի որ at երիտասարդը եկած իմ աթորս մի դառնես, իրան համար ինչ ունեմ ես։ Պամենեմ որ օջարը տնեմ սայացնեմ։ Ոչ, պիտի աղոթես նրա համար։ Եվ որ նրա համար աղոթես, սիրտդ կգունա։ Գսկսես տարբեր մտածել նրա վրա։ Գսկսես մտածել որ ես Պողոս Արաքյալի պես պետք է Դիմոթեոսը պատրաստեմ։ Աշխատեմ նրա վրա։ Եվ այդ սիրո գաբակցությունը, որովհետև երբ որ այդ սիրո գաբակցությունը հասկացողությունը լինի, մեկը մյուսից աթորից չի վախենում։ Մենք այստեղ իրար մեջ բարդականություն, ծառայություն խլելու չենք եկած։ Մենք այստեղ իրար ամբողջացնելու եկած ենք Տիրոջ առաջ, որ Տերն է այստեղը ինքը եկեղեցվո Տերը, մենք նրա ծառաները, պաշտողներն ենք։ Բաշտամունքի հոգով ծառայություն մատակարարում անողներն ենք։ Ինչպես։ Աղոթից։ Նրա համար եղբայրներ ջան ասում ենք, որ երբ որ իրար համար աղոթենք, մեր սրտերը գագողանում է։ Չենք կարող իրարու հանդեպ քեշ հոգով վարվել, եթե իրարու հանդեպ միշտ աղոթում ենք, իրարու համար միշտ աղոթում ենք։ Դու կարաս իմ վրայովս քեշ մտածել եւ որ միշտ գիշեր ու զոր ասում է աղոթում եմ քեզ համար։ Եթե սխալ բան ունեմ քեզ հանդեպ, օրինակ ասում եմ եղբայրս, ինձ համար եթե գիշեր ու զորեք աղոթես, սիրտդ արդեն Սուրբ Ոգին գագողացնում է ինձ հանդեպ։ Եվ նույնպես ես քեզ հանդեպ, ուրիշի հանդեպ այդպիսով։ Օրինակ, երբ որ որպես ասենք, մեր փոքրիկ եկեղեցի հողի ես աղոթում եմ ժողովրդի համար, բայց Աստված ասում է, դասի մենակ ձեր համայնքի համար աղոթի բոլոր Հայաստանի քրիստոնյա ճշմարիտ Աղոթիր եղբայրս, օրհնության, արթնության, վերջը զորացման, եւ որ սկսեմ եմ աղոթում ժողովրդի քաջալերում աղոթել, այդ ջերմությունը ես եմ ասենք, որ աղոթում եմ արկս։ Ահա։ Բայց եթե չես աղոթում, դու երբ որ այդ փոխ եկեղեցի եղբայրներին դիտես, իսկապես պատես դες ճուշ։ Բադեսնում, այո։ Այո։ Եղբայրական սերը չես ասում, բայց աղոթում ես։ Շատ լավ եղբայրներ ջան։ Այս կանով հիմա ուրեմն այո հարցրեք։ Մի հարցևս եղբայրներ ջան, մի րոպե։ Հարց չէ, Պողոսը որ իր վարձով բնակարանում այդ առաջի բանդարկության Այո, Գործ 28-ը առաջին բանդարգություններ։ Սա չէր, սա բայց ինքը ինչի էր այդ բնակարանը վարձել, որ այնտեղ բանդարկված է։ չէ, ինքը որովհետև եթե գարտանք արդեն 23-ից 26 գլուխները, ինչպես ինքը իր, ասենք դադելու համար մինչև Հռոմ դարվեցավ, եւ ինքը այդպեսով այն բարակային այդպես էր։ Հիմա մանրամասները չեմ հիշում, եթե Սուրբ Գիրքը հստակ ասում է ինչու Պողոսը իր փողով այդպես անում էր։ Շո, ադի ուրիշ թեմա։ Նայենք ուրիշ դեսություններ կան նրա վրայով։ Մեկուսարանում պայմանների լավ չեղի, արդեն դրասն եթե կարող ես վարձես տեսանալ միտեղ, Էլի շփանորնա, վարձը կտում է Տնային գալանք, հա։ Եվ ինքը հնարավորություն ուներ իրավասությունը մարդիկ այցելեն նրան այնտեղը։ Առանց խնդրի, այս բարակային դժվար էր, ինչու որովհետև Պողոս Արաքյալ տեսնում ենք 2 Դիմոթեոսում, որ շատեր վախենում էին, որ Պողոս Արաքյալի հետ գործ ունենան, որ եթե արդեն բացահայտվեն, իրենք կգրնան նույն իրավիճակի մատնվել։ Գիտա՞։ Եթե ունես հնարավորություն, վճարի տեղ տեսնամար գնաց։ Պայմանները Հա, այո։ Ունես թող չէ։ Այո։ Այստեղ մի հատ բան կա, որ Տիմոթեոսի երեցների համար ասում է։ Այն երեցները, որոնք լավ վերակացու են, կրկնակի պատիվի արժանի թող լինեն, մանավանդ նրանք, որ տեխնում են խոսքով եւ ցանելով։ Տարբերություն է դրում երեցների մեջ։ Լավ վերակացություն անող մանավանդ էլ, որ նրանք տեխնում են։ Հիմա կան երեցներ, որ նրանք խոսքով սպավում են, ուրիշ երեցներ կան, որ ուրիշ աշխատանք ծառայություններով սպանում են։ Պողոս Արաքյալը ասում է, որ նրանք ավելի, ասենք, կարևոր առումով, որ վարձքի առումով, ինչու որովհետև իրենք ավելի չանք տապում են։ Ազոխոսքի մատակարարման ուսումնասիրության մեջ ավելի չանք կա, աշխատանք կա։
Այս դիտանկյունից նայելով մեր զրույցի համաձայն պատասխանում եմ։ Երեցները, որ մի քիչ առաջ դուք դրա մասին ասեցիք, այն երեցները, որ երեցի հետ ապայման, երեցը դա հողուտն է։ Պես է, դա չէ։ Այո, այո։ Ասացիք, որ պարտադիր ինքը պետք է ուսուցանող լինի, սովորեցնող լինի, վարքաշետությունը ինքը պետք է։ Երեցները, այո։ Ինչ որ մեր ինքեր կոնֆերանսի խոսած ենք։ Երեցներ, որոնք հավատարիմ աշխատում են, երեցներ, որոնք կրկնում են խոսքով եւ Նրանք, որոնք ավելի ծանրաբերված են խոսքով, մյուսներու պախտադած, այո, մյուսներն անում են։ Երեց չես կնարինում, եթե չես սովորեցնում։ Յա։ Ավելի բառը կա, էլի Այո։ Գխոսանք հետո եղբայրս նորից։ Եղավ։ Յա։ Անջատենք, այո։